Բարի երեկո ժողովուրդ ջան, հազիվ ժամանակ գտա, մի հատ տեսանյութ նկարանեմ, կարծիքս հայտնեմ, տարբեր իրադարձությունների հետ կապված, սկսեմ Եղեռնից, ուրեմն լսեցի Կտրիչ Ներսիսյանի ԿԳԲ-ի հետ մնացորդի հարցազրույցը, շատ հուզված հարցազրույցը Եղեռնի հուշահամալիրի մոտ, ու տեսա, թե ոնց թռավ, բառից բուն իմաստով թռավ լրագրողների հարցերից, մի հատ լսենք. Ուրեմն լրագրողների բոլոր հարցերին իհարկե Կտրիչը չի ուզում պատասխանի, ուզում է թռնի, այնտեղ կարծես 4 կողմից հոշոտ են լրագրողները, որովհետև լիքը հարցեր ունեն, որի պատասխանները չունեն։ Վերջապես լրագրողները սկսեցին հարցեր տալ Կտրիչ Ներսիսյանին։ Հուսամ չեք փոշմանի, որ նման քայլերի եք գնում ու կշարունակեք։ Ուրեմն ինչա պատասխանում Կտրիչ Ներսիսյանը, երբ որ լրագրողը ուղիղ հարց է տալիս, որ այդ Եղեռնի սրբերի մասոնքների տուփը ինչու եք այսօր բերել Ծիծեռնակաբերդ, ինչ է դա նշանակում, ինչ խորհրդանիշ ունի, կարծես նման բան երբեք չի եղել, ինչ եք նման որոշում կայացրել, բացատրեք մեզ հասկանանք։ Այդ հարցին պատասխանի մեր լուսարարապետը։ Ու լսում եք ինչ է ասում, ասում է այդ հարցին կպատասխանի մեր լուսարարապետը։ Այսինքն դու սա գալիս Կտրիչ, դու այդ հարցի պատասխանը չունես, լուսարարապետը պետք է պատասխանի, հա։ Լավ, Կտրիչ, դու տեղյակ չես, որ քո լուսարապետ Անանիա Աղեբան իր հոպարի տղու տաննա տրճիկ տալիս Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ձեռ ես առնում, արա։ Չէ, իրոք, էլի դու կանգնում ես քո շատ սիրելի լրագրողներին կուտ ես տալի, թե լրագրողների օգնությամբ ուզում ես մեզ կուտ տաս։ Անանիա, դուրա այդ լուսարարապետային զրթու զիբիլա որտեղ է տրճիկ տալի։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում հոպարի տղու տանը։ Ցցկում է։ Ինքը պետք է պատասխանի, թե դու ես որոշել Եղեռնի սրբերի մասոնքների տուփը բերես Ծիծեռնակաբերդ, Ճիշտն ասած, Աննան Սյորավնա վիճակ է, թե քո այդ Աղեբան, այդ Անանյան որտեղ է տրճիկ տալի, որ պոզայով է տրճիկ տալի, ում հետ է տրճիկ տալի, եկա որցա աբսոլյուտնը չի ուզում։ Որովհետև մենք արդեն սովոր ենք, էլի, որ դուք պիղծ եք, բոլորդ։ Բայց ստեղ մի հատ ուրիշ աբսուրդնի ժանրից հարցածագում, էլի։ Կտրիչ, քեզ որ հարցնում են, այդ խի որոշեցիք, հենց այս տարի Եղեռնի սրբերի մասոնքների տուփը բերեք հուշարձան, Ծիծեռնակաբերդ։ Դու ասում ես հարցրեք սրան, հարցրեք նրան։ Այսինքն դու, մի րոպե, էլի, դու համաձայնվում ես այդ հարցի հետ, որ այս տարի եք որոշել բերեք այդ մասոնքների տուփը Ծիծեռնակաբերդ, հա, Կտրիչ։ Այսինքն դու չէիր կարում ասեիր, որ մենակ այս տարի չենք բերում, այսինքն դու չգիտեիր, ոչ խար, դու տեղյակ չես անգամ, որ Եղեռնի սրբերի մասոնքների տուփը 15 թվից հետո ամեն տարի Եղեռնի օրը բերում են հուշահամալիր, հա, տավարիցավ, ճիշտ եմ հասկանում, Կտրիչ Ներսիսյան, այսինքն դու տեղյակ չես, դու ինքան հեռու ես, թե Աստծուց, թե եկեղեցուց, թե ընդհանրապես սրբությունից, այսինքն դու սա գալիս, որ դու քո ձեռով 15 թվից այդ տուփը բերում ես ու տեղյակ չես ինչ ես բերում Ծիծեռնակաբերդ, այսինքն դու գաղափար չունես ինչ ես բերում Ծիծեռնակաբերդ, որպեսզի լրագրողների հարցին պատասխանես, ասես մենք այս տարի չենք որոշել, մենք 15 թվից ենք բերում, հա։ Կամ մենք կողքիդ կանգնած են Նարեկը, որի հոպարը եկեղեցու քավորն է։ Նարեկ, դու էլ տեղյակ չէիր, որ 15 թվից այդ մասոնքները բերում են Ծիծեռնակաբերդ։ Պրոստը ձեր սուրբը տեղյակ չի ինչա բերեց Ծիծեռնակաբերդ։ Կամ մի հատ հարց տամ, էլի քեզ։ Այդ որ լրագրողները ասում են մենք լիքը հարցեր ունենք, պատասխանեք, վերջապես ինչ որ մեկը պետք է պատասխանի, թե չէ, ինչի թռար։ Այդ խի թռար, արա, այդ թռած։ Օրինակ ես լիքը հարցեր ունեմ քո նկատմամբ, Կտրիչ։ Ու պատասխաններիդ եմ սպասում։ Լիքը հարցեր ունեմ։ Ինչ է նշանակում սիրուհիներին մայրաթորը գույք նվիրել, հե՞։
Կասես։ Մի հատ ժողովրդին բացատրի տենանք Լոլա Գրիգորյան ծողով է, Գտրիչ Ներսիսյան։ Հմ? Կամ մի հատ բացատրի հասկանանք Խաթունն ում աղջիկն է։ Եթե քո աղջիկը չի, այդ ոնց հաստատվում, որ նախարարին այդքան նման է քեզ, երկրորդը անունն էլ մորդ անունն է, Խաթուն։ Կամ ոնց հաստատվում, որ քեզ այդքան նման աղջիկը, որի անունը մորդ անունն է, իր տղու անունն էլ Գարեգին է։ Մի հատ հելի ժողովրդին բացատրի այդ տղա։ Հետքա կապիկություն անեք արա։ Բացատրեք ժողովուրդը լիքը հարցեր ունի։ Եկեղեցին ժողովրդի սեփականությունն է, քո դուքյանը չի։ Հելի բացատրություն տուր ժողովրդին։ Կամ որ այդքան ասում ես Վարշավ եկեղեցու դեմ։ Բայց այդ կարոն աղբերդ։ KGB-ի служащин շին։ KGB-ի участковին։ Հիմա աղբերդ է թե չէ։ Աղբերդ է թե չէ։ Հելեք պատասխանեք արա։ Իսկ հիմա վերադառնամ են երեք մանեթանոց ողբացողներին, այն որ գոռում էին լացում, ծիծեռնակապերտը ջարդում են, ես են անում, են անում։ Ողբամ ես ձեր վրա, թքեմ ձեր նամուսին, խոռոփեմ ձեր մրթին, որովհետև դուք ամիսներով թե Սփյուռքի ժողովրդին, թե այստեղ մեր գյուղերի տատիկ պապիկներին ինֆարկտի եք հասցնում։ Ուղեղները լցնելով Թեբա Նիկոլը հուշարձանը վերացնում է։ Բախի գնացիք այդ հուշարձանը, եթե վերացրել է։ Հա, ձիգզողներ։ Խի գնացիք, եթիմներ, որ գնացիք որտեղ դրեցիք այդ ծաղիկները ձեր, որտեղ դրեցիք, ջարդած էր, չէ, չկար, չէ, համալիրը վերացրած էր, որտեղ դրիք, այ քաղաքական պոռնիկներ, ու ասեմ, որ ես եղերնի պահով, այս կապիկությունը արդեն դավադի տանում, էլ մեկը չփորձեք գաք ստեղ ողբակ, որ Ադրբեջանը կամ Թուրքիան ինչ որ մեր սրբություններ է քանդում, էս անում, հիմա էլ տատիկ պապիկն է քանդելու, էս անելու, այն անելու, բայց չհասկացա հոգնածներ։ Բա դուք գիտեք, այդ դրոշ վառելը մենակ դուք գիտեք, հա? 30 տարի որ տենց ադրբեջանցու վրա ղժացիք։ Հիմա էլ ինքն է ղժում, խեք զարմանում։ Բա ունատի գրվեցը։ Բա ինչ գիտեիք, բան լավ դասատու է ունեցել, ձեր նման հոգեկան դասատուներ է ունեցել։ Ու այդ ջահերով որ գնում եք այտենց դրոշ եք վառում, հա, հաղթեցիք։ Մեկիդ ուզում եմ մի հատ հարց տամ։ Դրոշը վառելուց հետո ինչ հաղթանակ ենք մենք ձեռք բերում։ Դիվանագիտական կնի, տնտեսական կնի, չգիտեմ, տարածքների կնի, մի հատ հաղթանակ ինձ բացատրեք, բերեք ստեղ հասկացրեք ինձ, որ ես հասկանամ ինչ եք հաղթել, արա։ 30 տարի վառեցիք երշիս նման, աննասունի պես, դալբայոբի պես։ Ինչի հասակ։ Ինչի է հասակ։ Ու հիմա զարմանում եք, որ հայկական դրոշներ են վառում, բա կվառեն։ Բայց իգզողներ բերեք մի հատ ռսի դրոշ վառեիք, թե կան զուչ ունեք։ Հա? Մասի սարը վանը կարսը ով է տվել, կարող է ես եմ տվել։ Դաշնակ դու չես տվել, մի հատ դաշնակի դրոշ վառեք։ Դաշնակի ձեռով չի մասի սարը կարսը վանը լրիվ ամեն ինչը տրվել։ Հա? Դաշնակի համաձայնությամբ չի եղել նորից Արցախը Ադրբեջանի կազմում, հա? Բոլշևիկների ժամանակ։ Բոլշևիկներն գլուխ են գովում, թե լավ վարիանտ են որոշել, էլի, որ արունահեղություն չլինի։ Տոլավ է։ Բա բերեք մի հատ ռսի, մի հատ դաշնակի դրոշ վառեիք, այդքան ճիշտ տղերք էիք։ Ի՞նչ եք վառել, ոռները չի երիք է։ Թե ինքներդ ձեզ մեղադրելու ի վիճակի չեք։ Այնքան անուխեղ եք։ Որ սես չգիտես էլի, ինչ անես, այ մարդ, ինչ անես, որ ձեր նման տականքները այլևս մեզ խայտարակ չանեն։ Մեր պետությունը, մեր գիտակից ժողովրդին չանեն տրած որպես աբորիգեն։ Չգիտեմ ինչ անենք։ Այդքան ջահելությունդ, որ գնում եք ջահերով, մեկն ու մեկը չկա մեջներիդ խելացի։ Մի հատ հարց տա, ապեր, ասենք թե վառեցիր։ Ինչ ստացար դրանից։ Դու ուզում ես Թուրքիան պրիզնատ գա, որ եղերնար է։ Դու քեզ թվում է, որ դրոշ վառելով ես ստիպելու, առը քեզ։ Աննասուն։ Ինչքան եք ձեզ, չգիտեմ, օչխարի նման պահելու։ Ինչքան։ Ու դուք ուզում եք, որ ինչ-որ մեկը ձեզ հարգի, եթե դուք հարգանքի արժանի չեք, եթե դուք մարդ ու պահվածք չունեք։ Մի քանի անգամ արդեն ասել եմ, եղերնից հետո, 3-4 տարի հետո, դաշնակները գնացել են ծնկի են եկել, չոքել են Թուրքի դեմ, որ նորից աղբեր դառնան։ Մի հատ եկեք սաղը բացատրեք, աչոտ տվեք այս ժողովրդին, խեք նման քայլի գնաց, հետի մեկ, երկրորդը, այդ ռուսը, որ բռնեց իրա ձեռով, տվեց,
Վան, Կարս, Մասիս, ամեն ինչ տվեց, ոսկիներն են տվեց, որ Թուրքիան լավ զարգանա, որտեվ աղբերներ են։ Ինչի քեզ թույլ չտվեց, հայ մարդ, ինչի քեզ թույլ չտվեց, որ դու ողբաս, որ դու լացես, այս հուշա համալիրը, խիա 50-ականներից հետո թույլ տվել, որ կառուցել, ոչ թե թույլ տվել, այլ ասել արագ-արագ կառուցեք, խի, այան ուղեղներ, հերիք արա ձեզ դնեք էշի տեղ։ Չէ, եթե դուք էշ եք, ձեր պրոբլեմն է, մեզ էշի տեղ մի դրեք, մեր անունից մի խոսեք, ընդհանրապես ես պահանջում եմ իմ պետությունից, այլևս նման արարքները քրեականացնի, որովհետև ես չեմ պատրաստվում այս ետիմների արածի պատճառով չպատասխան տամ։ Խի պետք է իմ պետությունը պատասխան տա, իմ դրոշը վառվի ինչ-որ միտեղ, այս ետիմների հաճույք ստանալու պատճառով։ Սրանք ընդհանրապես կայֆ են բռնում, խայբ են բռնում այդ պահին, ուրիշ ոչինչ։ Իսկ այնտեղ իմ դրոշն են գցում ասֆալտին, վրան բենզին լցնում ու վառում։ Էլ չեմ ասում մնացած պղծությունները։ Ի վերջո պետություն, ուշադրություն դարձրեք, հերիք այս երկրի մեջ ամեն ինչ թույլ տաք։ Դա ակցիա չի։ Դա անդաստիրակություն է, դա հակապետական քայլ է, սա իմ կարծիքն է։ Իսկ վաղը ես կխոսեմ երեկվա տոնի մասին։ Ինչքան նյութեր եմ տեսել, ինչ եմ տեսել, ու ինչ կատարվեց այնտեղ, հենց կոնկրետ ինձ հետ։ Ու շատերի կոմենտարյաները կանրադառնամ հատուկ ձեզ, այդ թուրք գզողներ, այսքանը։